Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանան։ Ըստ մայրաթոռի այսուհետև ավազանի անունով Ստեփան Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, նաև Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը։ Այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Լրագրողների հետ զրույցում Տեր Արամը կամ Ստեփանը ասում է կարգապահական հանձնախմբի նիստերին ինքը չի գնացել, որովհետև պատճառներ է ունեցել ու դրանց մասին տեղյակ է պահել։ Իհարկե չեմ հեռանալ։ Այո, հեռանալ ով է ինձ հեռացնողը։ Մարմինը, որը որ սխալ դա եթե արդարորեն ունի մոնարխիկ իշխանություն։ Ով է ասել, որ վեհապարը ունի մոնարխիկ իշխանություն։ Այդպես է կարգել։ Եկեղեցում ունենք օրենքներ։ Հիմա դուք նույն ձևով ասում եք, որ եթե համեմատելու լինեմ, կներեք։ Վարչապետը ունի մոնարխիկ իշխանություն եւ դատարանների վրա պետքա հրահանգներ իջեցնի։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են, բայց օրենքները գործում են երկուսում էլ։ Եթե այս թեզը շարունակում ենք, ուրեմն եկեղեցին օրենքներով չի գործում, այլ օրենքները ծալել ենք, դրել ենք մի կողմ, մոնարխիկ իշխանություն ունեցող ամենայն հայոց կաթողիկոսը Տեր Արամ, դուք օրենքով չեք քահանաոցվել, եկեղեցական կանոններով եմ օծվել, հետևաբար եկեղեցու կանոններով չեք կարգալույծել։ Ոչ, որ կանոնով։ Դուք ինձ ասեք, ես մեջ բերեմ ներողություն։ Կարգալույծ չեք եղել։ Իհարկե չեմ եղել։ Ինչ որ մեկը իր սենյակի մեջ նստել է սպիտակ թերթիկի վրա, ինչ որ բաներ է գրել եւ մեկին զրկել է քահանայությունից կամ իր ժողովրդին զրկել է քահանա ունենալուց։ Իսկ հոգևոր ծառայության մեջ գտնվող կաթողիկոսին աշխարհի կանունով դիմող Նիկոլ Փաշինյանը կարգալույծ հռչակվելուց հետո Ստեփան Ասատրյանին Տեր Արամով է դիմում ու ասում, որ Կիրակի կգնա նրա մատուցելիք պատարակին։ Հայաստանի այս ծառայական սուբ եկեղեցու հավատավոր հետևորդ, քույրեր եւ եղբայրներ, հավատակիցներ, սույնով տեղեկացնում եմ, որ առաջիկա կիրակի օրը հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ եւ անմահ պատարակին։ Ոչ թե իշխանությունները, այլ անձամբ կաթողիկոսն է հակաեկեղեցական արշավ իրականացնում, ասում է ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա լրագրողներին դիմելով էլ ասում է, դուք եք հակաեկեղեցական արշավ իրականացնում։ Դուք եք հայ առաքելական եկեղեցու հավատավոր ու օծյալ քահանա Տեր Արամի եւ մյուսների նկատմամբ տանում արշավ։ Դադարեցրեք այդ արշավը, դադարեցրեք ձեր հակաեկեղեցական արշավը, ես ձեզ կոչ եմ անում։ Ձեր հակաեկեղեցական արշավը պիտի դադարի։ Հայ առաքելական եկեղեցին դիմացել է դարեր շարունակ, հայ առաքելական եկեղեցին դիմացել է մի շարք ասպատակություններ ու ես վստահ եմ, որ կտրիճակ կագեբեյա կղերաքրյա օլիգարխիկ էսկալանի ասպատակությանը եւս կդիմանա այս ամեն ինչին ու այն բոլոր քահանաները ում գրպանում որ թե ուղիղ եւ թե փոխաբերական իմաստով որ կային արծաթը, որով իրանք դավաճանել են թե Հիսուսին, թե Հայաստանի Հանրապետությանը, թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով, նրանք բոլորը պատասխան կտան, բայց առաջին հերթին Աստծո առաջ։ Reopen-ի հարցին, թե փաստեր կան եկեղեցականների ու KGB-ի միջև կապերի վերաբերյալ, ինչի մասին ինքը խոսում էր, падգամավորը հետխորհրդային այլ երկրների օրինակն է բերում ու հորդորում խորհրդային պատմությունն ուսումնասիրել։ Փորձեցինք եկեղեցուց նույնպես մեկնաբանություն ստանալ, այս օրերին հարցազրույց չեն տալիս, ասացին մայրաթոռից։ Այդ ընթացքում ազգային ժողովում քննարկվում է տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը։ Կարճ ասած, հանրային սփռում ունեցող ալիքների նվազագույն շեմն են իջեցնում։ Ընդդիմադիրների կարծիքով սա շողակաթին հանրային հեռարձակումից զրկելու քայլ է, իսկ իշխանություններն ասում են. Հիմա ձեզ հետ չենք քննարկում որևէ հեռուստաալիք փակելու հարցը, եւ ես համարում եմ, որ նաեւ նման իրավասություն չկա օրենքով հեռուստաալիք փակելու հարց քննարկելու, որովհետեւ գոյություն ունի կոնկրետ մարմին, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է,
անկախ մարմինի հանրային հեռարձակող խորհուրդը ինքը կկարողանա այդ օրինակ որոշումներ կայացնել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հույս է հայտնում, որ շողակաթ հեռուստաընկերությունը ոչ միայն չի փակվի, այլև կօգտվի աջակցության ծրագրերից։ Առնվազն ես 7 տարի շարունակ այս թեմայից խոսում եմ, այս թեմայից խոսում են մի շարք հասարակական կազմակերպություններ, այստեղ խնդիր տեսնում են շատերը եւ շատ խնդիրներ ոչ թե միայն այն պահից ի վեր, ինչ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին որոշել է կուսակցական գործունեությամբ զբաղվի, այլ դրանից առաջ։ Ճիշտ պիտի լիներ եւ արդար պիտի լիներ, եթե այստեղ հնչեր նաեւ նախագծի վերաբերյալ հանրային հեռարձակողի խորհրդի կարծիքը, որը հետեւյալն է, մասնավորապես ժամանակ չունեմ ամբողջ ասելու, կարևորել է մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի պարտադիր արկայությունը եւ նրա գնահատմամբ նման բովանդակության տարածումը հատկապես հանրային հեռարձակողի կողմից անհրաժեշտություն է։ Շողակաթ անունով հանրային հեռարձակող գոյություն չունի, հարգելիներս, հետևաբար հանրային հեռարձակողի խորհուրդը, որ շատ էլ ուզենա, չի կարող մեկ այլ մասնավոր ընկերություն փակի կամ չփակի։ Հայաստանի Հանրապետությունում այսօր գոյություն չունի շողակաթ անունով հանրային հեռարձակող։ Հանրային հեռարձակողները այս պահին 5 սլոտ են զբաղեցնում, բայց օրենքով գրած է 3, այս օրենքը լիներ, չլիներ, եթե ինչ-որ մեկին ուզենան փակեն, ավելացնեն, փոխեն, կանեին։ Այսօր խիստ ցուցիչ էր եւ ցավալի օրինակ էր, որ հանրային հեռուստաընկերության ալիքներից մեկը փակելու, ընդ որում գիտահանրամատչելի կրթական ալիք փակելու նախաձեռնության հեղինակները երբեմնի լրագրողն էր, երբեմնի գրականագետը։ Կեթերազրկվի շողակաթը թե ոչ, պնդումները տարբեր են։ Լրագրողական կազմակերպություններն ու ժուրնալիստների միությունը կարծում են, որ այս օրինագիծը շողակաթի դեմ է եւ պետք է հետ կանչվի։ Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Free Open Media։